Բարև ձեզ ժողովուրդ ջան, մի 3 ժամով Գյումրի էի գնացել, ընկերս էր գնում, ես էլ հետը գնացի, ուրեմն ամբողջ քաղաքը ման եկա, առաջվա Գյումրին չկար, դե միշտ մեր համար եղել է լեննական, չկար որևէ աշխատատեղ, ասենք խսամ տարիներին, երբ որ գնում էր այնտեղ անկորդ մարդ չէիր տենա, հիմա աշխատող մարդ չկա, որտեղ պետք է աշխատեն, ոչ եթե սրանք հանկարծ գործարար լինեին, աշխատող լինեին, ժողովրդին սիրող լինեին, անպայման մի 40-50 միլիոն դոլար կդնեին Գյումրու թեթևատնաբերության մեջ ու բոլորը կաշխատեին, բայց դե դնեն ինչ անեն, սրանք որտեղ, արտահանելը որտեղ, տգետներ, ապիկարներ, ոչ գործունյաներ, ախր ես ես Վիլեն Գրիգորյաններ ինչ էր, հա, ես սրանց քպեականներից չեմ էլ ճանաչեմ, ումը հարցում եմ որպես էլ չի ճանաչեմ, բացի որ դեմից մի քանի անգամ ճտվտում են, դա եղել։ Սարիկ Մինասյանն է։ Էդու պետական այր, քանի տարեկան է։ Սարիկ Մինասյան։ Ուրեմն ես ինչ հատկացա, լրիվ համամիտ եմ Տիկին Զորաբյանի հետ, որ ուրեմն նախ ասեմ, որ ամբողջ Հայաստանում մեկ ուշադիր հետևում էին այս ընտրություն կոչվածին։ Սա իրոք Գյումրի քաղաքապետի ընտրություն չէր։ Սա ընտրություններ Նիկոլին վռնդելու, այս ապիկարներին, անշնորհներին, ազգադավերին, ինչ ուզում եք գտեք, վռնդելու, որովհետև սրանք ապիկարներ էին։ Եվ զարմանալու բաներ, երբ գյումրեցիքից ասենք 3 ժամ պատկերացնեք մանգամ չգտնեն մի հոգի, ով հանկարծ ասենք Նիկոլական էր։ Այդ որ զորով, շարով տարել են, գրել են տվել, այդ 36 քանի տոկոս էր այդ Սարիկը։ 36% իբր գրել են դրան, այդ բոլորը բանով բերած, ախալքալագից բերած մարդիկ էին, ճաշով մեծամասնություններ խումարբազներ էին, ասենք տեսեք, ես ընդեղ տեսել են գնել Սանոսյանին, ախր դու ով ես այ գնել Սանոսյան, Մարդունի այն ժամանակ դու Մարդունի 3-րդ շերտ ասֆալտի գումարը լապեցիր, Մարդունեցիքին թալանեցիր, քերտեցիր, այդ գումարների համար պատասխան չտվեցիր, դրա համար վռնդի քեզի է, թե անամպետ նոր պաշտում ես պասում, այ փոդրած չի, դու ինչի համար էի գնացել, Վանաձորի քաղաքապետը, եկել եք աջակցենք, այդ ամենավիրավորական, ես էլ կարայի գնայի, այո ունեմ ծանոթում, դեր գնայի, խնդրեի, համոզեի, բայց չէին, ասի աղբեր, դու ով ես, որ եկել ես ումն ես, էդի աջակցություն չի, էդի գնալ խապել է, գյումրեցիներին խապել էր պետք, նորից եմ կրգնում, էսի Գյումրու քաղաքապետի ընտրություն չէր, Տիկին Զորաբյանը շատ ճիշտ ասավ, որ էսի բան էր, ընդամենը Նիկոլին, այդ քպեական կոչվածներին, իշխանությունից վռնդելու գործընթաց էր։ Նիկոլ, ես ավելի քան 1000 հատ քո թերթից հայկական ժամանակից կարդացել եմ։ Ուրեմն մի խապի, ատված սուլ է տալի սուտ ասել, եթե այդ քո ասած սուտը վնաս չի տալի որևէ մեկին, ասեն քեզի հարցնեն, ասեն անունդ ինչ է, ասես անունդ Գրիգոր է, բայց իրականում Նիկոլ է, այդ քո սուտը ոչ մեկին վնաս չի տա, կամ ասեն քանի տարեկան ես, ասես 60, բայց իրականում 50 ես, կամ ինչքան որ այր ջանդամնել ես, այդ սուտը դեր վնաս չի տա, բայց դու ունես ստեր էի գրեմ ընդեղ, ուրեմն ամենամեծ թշնամանքը, զզվանքը, քո թերթերի բոլոր համարներում, համարյա բոլոր համարներում դու արտահայտում ես արցախցիների հանդեպ։ Ղարաբաղյան կլան, Արցախյան Եսիմին, ինչ ասես չէիր ասում։ Այս վերջում տիզանս եկավ, տնաշեն, ասում է, Արցախի մեր քույրերն ու եղբայրները, այդ արդեն դարձել են քեզի քույրեր ու եղբայրներ, տնաշեն, անօթևան թողեցիր, վերադառնալու հնարավորությունից զրկեցիր, հիմա էլ այդ օրվա հացից ես զրկում, բայց դու սովես ունես, թե չունես, դու սովես ունես, թե չունես, ես մի բան հատկացա, որ Գյումրիում մեկն միշտ, այս եվրոքվե կոչվածները, Արման Բաբաջայան, Տիգրան Խզմարյան, ինչ տխուր
դեմք ուներ Տիգրան Խզմալյանը ընտրությունից հետո շնորհավորում էր Նիկոլին եւ Պուտինին իր էշխելքով այանացում իր էշխելքով իբր այս վիժվածքը հələ դրա ֆիգուրային նայեք մատենը չի ցարկեմ իբր դեր էր առնում բանին Պուտինին էր դեր առնում այ քեզի խիար բայն նույն Արամ Կոշետյանը արա մոռացել ես այդ տղա 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի փոստը գտին այդ գյուղում Ստեփան Դեմիրճյանի հետ գնացել էր ընտրաշավի 3-4 տեղ ունենք Արարատ գյուղում բոլոր տեղերը պարտություն կրեցին խայտարակ պարտություն կամ հենց 18 թվականին 6500 մարդ գյուղից մասնակցեց քեզի որպես Ղայդին տղա դու Ղայդին տղա ես արա բավոր Ղայդին տղա ես դու Տիգրան Խզմալյան կուսակցության գրասենյակները ինչի համար չեք բացում փակել եք որին ասենք մարդը հայա ուզում է գամ մոտենալ ձեզ ինչի համար եք փակել մարդ չկա այդտեղ մոտեցող ուրեմն 6500 հոգուց 87 ձայն տվին որովհետև թիվ 1 թալանչին եղել ես հայազգի դու արա արամ ես ինչ դիպիլ ես քեզ ասում եմ դու աշխատի Էդգար Ղազարյանի ոտերի տակ չընկնես երեք ընկել են Էդգար Ղազարյանի ոտերի տակ դուրդ գալիս արա դու քո փոքր աղբերը կասկադեք վերանորոգում 50 միլիոն դոլար փողով վերցե այն լեզու կդրող անգաշ կդրողն էլ բանն է ձեր կրիշնա կրիշ գիտեք ինչա կրիշ հովանավորն է ատկատով փողեր եք վերցնում լափամ ամբողջ ազգից արա ամբողջ ազգից ուրեմն ես 100%-ով վստահ եմ Նիկոլ դու հիմա ֆրտնելու ես տանելու ես դեպի երկրորդ փուլ փորձելու ես ավականի ընտրվածներին գումարով կուպիտանես չի ստացվելու կումոտ եթե հանգարտ երկրորդ փուլ ֆրտնես տանես գցես երկրորդ փուլ դուք այդ 36%-ն չեք հավաքելու քան ու այս էգազները որ ավելորդ ձայներ էին բերել չէ ասենք մի մասը տալիս է Եվրաքվեին մի մասը Սարիգին ԿՊ-ին իբր որ случай չէ որ իրար օգնեն միանան իրար Եվրաքվեն 3000 կուսակցություն չկարողացավ անցնել դուք չեք կարողանա ողջ Հայաստանում մեկ անցնել ու բանը այդ Սարիգը հիմա Նիկոլ եթե դու ֆրտնես այս ամբողջ ազգին ֆրտնես տանես դեպի երկրորդ փուլ չհամակերպվես ախր դու տնաշեն դու դարձել ես Հայաստանի Հանրապետության թագուհին դու թագուհի ես ինչ վարչապետ ինչ բան նախագահ հիմա դու գնում ես Ռուսաստան ամսի 8-ին որի չանես մայիսի 8-ին մի գնա ախպոր նման օրինակ ես որպես Հայաստանի քաղաքացի ինձ շատ բաց կզգամ որ դու գնում ես Մոսկվա կներեք ժողովուրդ ջան